Այնինչ հենց այս րոպեներին կատարվում է Հայաստանի սահմաններին և Զվարթնոց օդանավակայանի փակ դռների հետևում ուղղակիորեն փոխելու է ձեր երեխաների և այս երկրի ապագան առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Մոռացեք այն ամենը, ինչ ձեզ հրամցնում են պաշտոնական լրահոսը, մոռացեք դատարկ հայտարարություններն ու նախընտրական ժպիտները։ Մենք ձեռք ենք բերել բացառիկ տեղեկություններ, որոնք լույս են սփռում մի սարսափելի իրականության վրա, որը թաքցնում են բոլորը թե իշխանությունը, թե ընդդիմությունը և թե արտաքին խաղացողները։ Այսօր հունիսի 3-ին մեկնարկեց մի գործընթաց, որը մասնագետներն արդեն անվանում են Հայաստանի տնտեսական խեղդում։ Ինչու հենց այսօր Ռուսաստանը փակեց դռները հայկական արտադրանքի առաջ։ Ում էր պատկանում այն 1 միլիոն կանխիկ եվրոն, որը մի քանի ժամ առաջ գաղտնի ճանապարհով փորձում էին անցկացնել Զվարթնոցի Մաքսային գոտով և որտեղ էին պատրաստվում ծախսել այդ աստղաբաշխական գումարը, և ամենակարևորը, ինչու են հատուկ ջոկատայինները հենց հիմա խուզարկում հայտնի մարդկանց տներն ու ձերբակալում քաղաքական գործիչներին։ Մի անջատեք տեսանյութը, մի թերթեք այն, որովհետև այնինչ պատրաստվում եք լսել հաջորդ րոպեների ընթացքում, ձեզ ոչ մի տեղ չեն ասի։ Սա սովորական նորություն չէ, սա Հայաստանի գոյության նոր և ամենավտանգավոր փուլի մեկնարկն է։ Եթե պատրաստ եք իմանալ դառը, բայց իրական ճշմարտությունը, ուրեմն սկսեցինք։ Եվ այսպես անցնենք առաջին և ամենացավոտ հարվածին, որն այսօր առավոտյան հասցվեց Հայաստանի տնտեսության ողնաշարին։ Ռոսել Խոզնաձորը, Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության գլխավոր մարմինը, պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով հունիսի 3-ից ամբողջությամբ արգելում է Հայաստանից սերմապտղային մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Պաշտոնական պատճառաբանությունը, ինչպես միշտ հնչում է, ձանձրալի ու անմեղ։ Վնասատուների հայտնաբերում, սանիտարական նորմերի խախտում, բայց արդյոք մենք այդքան միամիտ ենք։ Միթե հենց այսօր ընտրություններից ուղիղ 4 օր առաջ հայկական լոլիկն ու սմբուկը հանկարծակի դարձան վտանգավոր ու թունավոր։ Իհարկե ոչ։ Եկեք նայենք թվերին ու իրական պատկերին, որը տեղի է ունենում հենց այս պահին Վերին-Լերսի անցակետում։ Հարյուրավոր հայկական բեռնատարները, որոնք բարձված են տոննաներով թարմ ծիրանով, բանջարեղենով և շուտ փչացող ապրանքներով, կանգնեցված են սահմանին։ Ռուսական կողմը պարզապես շրջում է մեքենաները և հետ ուղարկում Հայաստան։ Սա աղետ է, սա ուղղակի հարված է հայ գյուղացուն, հայ ջերմոցատիրոջը, ով վարկերի տակ կորած գիշեր-ցերեկ չարչարվել է, որպեսզի այս մի քանի ամսում կարողանա իր ապրանքը վաճառել և ընտանիք պահել։ Բայց սա տնտեսական հարց չէ, սա քաղաքական շանտաժ է։ Մոսկվան հստակ մեսիջ է հղում Երևանին։ Սա բացահայտ ազդակ է հունիսի 7-ի ընտրություններից առաջ։ Ռուսական վերնախավը ցույց է տալիս, որ մեկ կոճակի սեղմումով կարող է սովի մատնել Հայաստանի արտահանման ոլորտը, եթե ընտրությունների արդյունքները չլինեն այնպիսին, ինչպիսին իրենք են ակնկալում։ Իսկ ինչ են անում Հայաստանի իշխանությունը։ Լռություն։ Ոչ մի համարժեք քայլ, ոչ մի դիվանագիտական հակահարված։ Հայ գյուղացին մնացել է միայնակ իր փչացող ապրանքի և միլիոնավոր դրամների հասնող վնասների հետ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե առաջիկա 48 ժամում սահմանը չբացվի, հայկական գյուղատնտեսությունը կկրի վերջին տասնամյակի ամենամեծ ֆինանսական կոլապսը։ Եվ սա դեռ միայն սկիզբն է։ Իսկ հիմա անցնենք այսօրվա ամենադետեկտիվային և ամենաաղմկահարույց իրադարձությանը, որը փորձում են ամեն գնով կոծկել։ Զվարթնոց միջազգային օդանավակայան Մաքսային ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, որ կանխվել է խոշոր չափի կանխիկ արտարժույթի մաքսանենգության փորձ։ Ուշադրություն, խոսքը ոչ թե 10, 20 կամ 50 հազար դոլարի մասին է, այլ 956 հազար չհայտարարագրված եվրոյի։ Գրեթե 1 միլիոն կանխիկ եվրո, մեկ պայուսակի մեջ։ Եկեք տրամաբանենք, ով է այն մարդը կամ ովքեր են այն ուժերը, որոնք այսօրվա թվային դարում, երբ բանկային փոխանցումները կատարվում են վայրկյանների ընթացքում, որոշել են ճամպրուկով 1 միլիոն կանխիկ եվրո բերել Հայաստան։ Պատասխանն ակնհայտ է և այն կապված է հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների հետ։ Կանխիկ փողը ընտրություններում ունի միայն մեկ նպատակ՝ ստվերային ծախսերը, ընտրակաշառք, տեղամասային հեղինակությունների ֆինանսավորում
և քվեների գնում։ Մեր ինսայդերական աղբյուրները իրավապահ համակարգից հայտնում են շոկային մանրամասներ։ Գումարը ներս է բերվել եվրոպական չվերթներից մեկով։ Այն անձում մոտ հայտնաբերվել է պայուսակը սովորական սուրհանդակ է, ով ընդամենը կատարել է հրահանգ։ Իսկ թե ում էր հասցեագրված այդ գումարը, արդեն պարզ է դառնում նախաքննության առաջին իսկ տվյալներից։ Թելերը տանում են դեպի խոշոր քաղաքական դաշինքներից մեկի նախընտրական շտաբ, որը վերջին օրերին աչքի է ընկնում իր անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներով։ Պատկերացնում եք, թե ինչ ծավալի ստվերային միջոցներ են այս օրերին մտնում Հայաստան ընտրությունների արդյունքները կեղծելու կամ գնելու համար։ Եթե միայն մեկ սուրհանդակի մոտ հայտնաբերվել է 1 միլիոն եվրո, ապա որքան գումար է արդեն հաջողությամբ անցել սահմանը և բաժանվել շտաբերին։ Սա պետական անվտանգության սպառնալիք է, սա նշանակում է, որ Հայաստանի ընտրությունները փորձ է արվում ուղղակիորեն գնել դրսից եկած կեղտոտ փողերով։ Ումից է այդ փողը՝ արևմտյան հիմնադրամներից, թե Ռուսաստանաբնակ օլիգարխներից։ Մենք ուշադիր հետևում ենք քննությանը և հենց նոր տեղեկություններ ստանանք, անմիջապես կհայտնենք ձեզ։ Բայց սենսացիաները սրանով չեն ավարտվում։ Այսօրվա ամենաթեժ իրադարձությունները տեղափոխվեցին իրավապահ համակարգի դաշտ։ Մեկը մյուսի հետևից տարածվեցին լուրեր խուզարկությունների և ձերբակալությունների մասին։ Առաջին հարվածը հասցվեց ուժեղ Հայաստան դաշինքին, որը հանրության շրջանում ուղղակիորեն կապվում է Հայաստանի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ազդեցության հետ։ Այսօր իրավապահները հատուկ գործողություններ են իրականացրել այս դաշինքի մի շարք գրասենյակներում, հատկապես Լոռու մարզում։ Արդյունքը հայտնաբերվել է ընտրողների ուղղորդման, անձնագրային տվյալների հավաքագրման և ըստ իրավապահների ընտրակաշառքի բաշխման հստակ սխեմաներ և ցուցակներ։ Գործը հասել է նրան, որ դատարանն այսօր արդեն 2 ամսով կալանավորեց դաշինքի առանցքային ֆիգուրներից մեկին՝ Ալիկ Ալեքսանյանին։ Ընդհանուր առմամբ քրեական գործերով արդեն արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք։ Սա արդեն քարոզարշավ չէ, սա իսկական պատերազմ է առանց կանոնների։ Իշխանությունն օգտագործում է իր ողջ ուժային ապարատը ընդդիմադիր ուժերի թիկունքը ջարդելու համար, իսկ ընդդիմությունը օգտվելով ֆինանսական հսկայական աղբյուրներից փորձում է տիրանալ իշխանությանը։ Բայց ամենամեծ աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկել են մեդիա դաշտի ամենաակտիվ և ընդդիմադիր հայացքներով հայտնի լրագրող վերլուծաբան Նաիրի Հոխիկյանի տունը։ Հոխիկյանը, ով մշտապես հանդես է գալիս իշխանությունների կոշտ քննադատությամբ և բացահայտում է արտաքին քաղաքականության գաղտնիքները, հայտնվել է ուժայինների թիրախում։ Սոցիալական ցանցերը բռնկվել են ընդդիմադիր դաշտը, սա որակում է որպես բացահայտ քաղաքական տեռոր, ազատ խոսքի ճնշում և փորձ լռեցնելու այն մարդկանց, ովքեր տիրապետում են իշխանության համար վտանգավոր տեղեկությունների։ Ինչու հենց Հոխիկյանը և ինչ էին փնտրում նրա տանը։ Արդյոք նա ուներ փաստաթղթեր, որոնք կարող էին տապալել գործող իշխանության վարկանիշը ընտրություններից մի քանի օր առաջ, թե սա պարզապես վախի մթնոլորտ տարածելու փորձ է, որպեսզի ոչ մի լրագրող ու վերլուծաբան չհամարձակվի խոսել ընտրությունների կեղծման մեխանիզմների մասին։ Այժմ եկեք միացնենք բոլոր այս կետերը և հասկանանք ընդհանուր մեծ պատկերը, որովհետև այս իրադարձությունները առանձին չեն ծնվել, նրանք փոխկապակցված են մեկ միասնական սարսափելի սցենարով։ Նայեք իրավիճակին։ Մի կողմից ունենք Ռուսաստանի կողմից տնտեսական շրջափակում Լարսում, ինչը ջղաձգության մեջ է ձգում հազարավոր ընտանիքների և ստեղծում սոցիալական բունտի վտանգ։ Մյուս կողմից Զվարթնոցով Հայաստան է մտնում միլիոնավոր եվրոների ստվերային կանխիկ փող։ Երրորդ կողմից իշխանությունները ուժային կառույցների միջոցով զանգվածային խուզարկություններ ու ձերբակալություններ են անում, փորձելով չեզոքացնել ցանկացած դիմադրություն։ Սա նշանակում է միայն մեկ բան՝ հունիսի 7-ի ընտրությունները սովորական քաղաքական միջոցառում չեն։ Սա աշխարհաքաղաքական բախում է Հայաստանի տարածքում՝ մի կողմից Արևմուտքը, մյուս կողմից Ռուսաստանը իրենց տեղական արբանյակների միջոցով գնում են ვა-բանկ։ Նրանք պատրաստ են զոհաբերել Հայաստանի կայունությունը, պատրաստ են կործանել հայ գյուղացուն, պատրաստ են արունահեղության դրդել հասարակությանը, միայն թե հասնեն իրենց նպատակին։ Իսկ ով է տուժում այս ամենից։ Տուժում է սովորական քաղաքացին,
Դուք, ովքեր ամեն օր աշխատում եք, որպեսզի հացի փող վաստակեք, ովքեր հոգնել են այս հավերժական ստրեսից, վախից ու անորոշությունից, մեզ կանգնեցրել են միայնակ հսկայական աշխարհաքաղաքական հրեշների առաջ։ Սիրելի հայրենակիցներ, իրավիճակը ավելի քան լուրջ է, առաջիկա 4 օրերը լինելու են վճռորոշ։ Մենք շարունակելու ենք 24-ժամյա ռեժիմով հետևել իրադարձություններին, կապ հաստատել Լարսում գտնվող մեր վարորդների հետ, պարզել Զվարթնոցի 1 միլիոն եվրոյի իրական տիրոջ անունը և ձեզ ներկայացնել բոլոր գաղտնի զարգացումները։ Բայց մեզ պետք է ձեր օգնությունը, որպեսզի այս ճշմարտությունը հասնի հնարավորինս շատ մարդկանց։ Տեղեկատվական բլոկադան կոտրելու միակ ձևը ձեր ակտիվությունն է։ Հենց հիմա սեղմեք լայք այս տեսանյութի տակ, բաժանորդագրվեք մեր ալիքին և միացրեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հույժ գաղտնի թողարկումը և ամենակարևորը գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Ինչ եք կարծում, Լարսի փակումը պատահականություն է, թե քաղաքական ճնշում։ Ում էր պատկանում Զվարթնոցի 1 միլիոն եվրոն։ Ձեր կարծիքը չափազանց կարևոր է մեզ համար։ Տարածեք այս տեսանյութը ձեր սոցիալական էջերում։ Աչքներդ բաց պահեք, թույլ մի տվեք ձեզ խաբել։ Կհանդիպենք շատ շուտով։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար։